Ես որքանով տեղյակ եմ, հենց անմիջապես այդ գործընթացի մեջ խոսքը գնում է հայ իրանական հայ տարածքի կենտրոնի շինարարության մեջ, նաև ներգրավված էր, որքանով ես գիտեմ, այնտեղ Իրան պետություն, այսինքն սա պետության կողմից որոշակի աջակցություն ունեցող գործընթաց էր, ասեմ ավելին, արդեն իսկ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ նույնիսկ դեսպանի ներկայությամբ կամ դեսպանի աջակցությամբ պրոցեսները իհարկե կատարյալ հիմարություն է, մեղադրանքի թե բովանդակությունը, թե այդ ամենը մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞ ինչ է կատարվում, որովհետև այս ամբողջ պրոցեսների անոնսը դե լավ, հա, ամենա, չգիտեմ, լկտի, ամենա փողոցային, ամենա ուրիշ որակավորում չեմ կարող գտնել, հա, մակարդակով իշխանությունները արդեն արել էին թերևս նախընտրական փուլում։ Սա ինչ է, ըստ էության փորձում են լրացնել կամ նույնիսկ ոչ թե լրացնել, ջարդել, հա, ընդդիմությանը փորձում են ահաբեկել Ծառուկյանին, բայց ավելի քան համոզված եմ ինքը անարդյունավետ է, որովհետև իշխանությունը չի կարող մերվել մի շատ կարևոր իրողության հետ, մենք չեն կարող դա ընդունել, սիրտները կայնում են։ Իրանք այսօր պայքարը ոչ թե Ծառուկյանի դեմ են տանում կամ չգիտեմ, հա, այլ քաղաքական ուժերի իրենք այսօր պայքարը տանում են Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության դեմ, որը իրենց դեմ է քվեարկել։ Չմոռանանք, սա է կարևորագույն հանգամանքը, իսկ ինչ վերաբերում է այս քաղաքագիտական աբսուրդին, որին մենք ականատես ենք, ապա իհարկե լավ տեղ չի տանում։ Հələ մի բան ապալեգիտիմ ընտրություն անցկացրեցին, հիմա ոնց կարան քաղաքական դաշտը ապալեգիտիմացնում են։ Ես չեմ հասկանում, իրանք չեն հասկանում հետևանքները։ Իրականում դա այդպես է, էլի։ Այնուամենայնիվ մի լավ արտահայտություն կա, արդարությունը չի մահանում, ինքը հիվանդանում է, բայց անխուսափելի ասենց ապակինվում է, այսինքն ասենց մի քիչ հուզական, հա, նոտամցնենք, ամեն ինչ լավ է լինելու, իհարկե ես չեմ կասկածում, որ այս մղձավանջը թրքահաճո հակահայկական ադրբեջանամետ մղձավանջը, որը այսօր այս իշխանությունները փորձում են տարածել Հայաստանում, լավ թե ուշ կանցի։ Պարոն Ծառուկյանի կալանավորման հարցը քննող դատավորը արդեն հայտնի, արդյոք ինչ եք սպասում, հա, Ես առայժմ գործի քննության մասով չեմ մեկնաբանի, սպասենք, տեսնենք ինչ կլինի, ամենայն դեպս ինչպես Սահմանադրական դատարանի դիմաց հույս էի հայտնում, որ Սահմանադրական դատարանը կպաշտպանի սահմանադրությունը, հիմա դատարանի դեմ հույս ունեմ, հա, որ դատարանը կպաշտպանի օրենքի գերակայությունը, ավել բան պետք չի։ Սրան զուգահեռ նաև քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից արգրավել են տարբեր կենդանիներ ու թռչուններ, 197 խրտվիլակ, 3 առյուծ եւ վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել են կենդանաբանական այգի։ Այս քրեական գործի հետ կապված ինչ կարող եք ասել։ Այսինքն դուք ուզում եք, որ այս ապուշությունը, այդ գործողության, հա, ապուշություն ես նկատի ունեմ առաջին հերթին, այդ որ խրտվիլակներ, կենդանիներ, դուք հասկանում եք իրանք ինչ մակարդակի են միջացրել առհասարակ այս ամբողջ գործընթացը։ Ամբողջ գործընթացը ես նկատի ունեմ առաջին հերթին այն պրոցեսները, հա, որոնք իբր իրավական դաշտում են, ինչ կենդանի, ինչ խրտվիլակ։ Ասում են ապօրինի որս է եղել եւ եկեք սրանց գաղտնիք բացենք, ուրեմն Հայաստանում, օրինակ գայլ որսալու համար, հա, նույնիսկ բանը պարգևաճար են տալի։ Աբսուրդ է, դուք հասկանում եք, ոնց ես կարող եմ հիմա լուրջ մեկնաբանել ակնհայտ, չգիտեմ, աննորմալությունը։ Ես հոգեբան չեմ, ես հոգեբույժ չեմ, ես չեմ կարող, որովհետև այն ինչ կատարվում է հիմա այդ բոլոր գործընթացների ներքո, հա ինքը ավելի շուտ, չգիտեմ, այդ ուղղությամբ է տանում։ Ոնց լուրջ քննարկես, լուրջ դեմքով հանում են օրինակ խրտվիլակը, չգիտեմ, ինչ-որ մի կենդանի։
Պարոն Աբովյան, տեսեք, Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը եւ ԲՀԿ-ն չանցավ ազգային ժողով։ Դուք այս գործընթացի հետ կապված ինչ կարող եք ասել։ Սա եւ նախորդ գործընթացի ինչ կապված։ Ուղիղ կապ կա, որովհետեւ առաջին հերթին ոչ թե ԲՀԿ-ն չանցավ, ԲՀԿ-ի ձայները գետնով տվեցին եւ ըստ էության տվեցին գետնով ձայները ոչ միայն 60,000 շուրջ 60,000 Հայաստանի քաղաքացիների, ովքեր քվեարկեցին ԲՀԿ-ի, այլ ընդհանուր, հասկանում եք, ընտրությունների մասնակցած մարդկանց, նույնիսկ իրենց աջակցող, նույնիսկ իրենց կողմնակից մարդկանց ձայները տվեցին գետնով, բայց ոչինչ, ապա լեգիտիմացման process-ը, որը ըստ էության տեղի է ունենում, հա, ինքը ըստ էության վկայում է միայն մի բանի մասին, այս իշխանությունը adekvatություն չունի, իրականում չունի։ Ով ինչ ուզում է պատմի, ով ինչ ուզում է խոսա, չունեն այդ մարդիկ adekvat չեն։ Իմիջիալս դա արդեն բավականին լայն քննարկում են իրենց աջակիցները, հասկանում եք։ Ну, խոսքը աջակիցների մասին էլ ոչ թե, հա, այն մարդկանց դե լավ։ Խնդիրը հետևյալն է, տեսեք։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պետք է պաշտպաներ ընտրությունների լեգիտիմությունը, գետնով տվեց ընտրությունների լեգիտիմությունը։ Սահմանադրական դատարանը, որը պետք է պաշտպաներ սահմանադրությունը, ըստ էության քացուտակ գցեց սահմանադրությունը։ Հասկանում եք, այսինքն պարադոքսալ իրավիճակ, երբ որ ինստիտուտները, որոնք միտված են պաշտպանել, ընդ որում առանց ոչ մի կողմնակալությամբ, սիրես, չսիրես Բարգավաճին, սիրես Ծառուկյանին, դա բնավ չպետք է դերակատարություն ունենա, իրենք չեն աշխատում, եւ այս պարագայում սա ամենացայտուն, գիտեք, ցուցիչն է, որ իշխանությունը ըստ էության ինքն իրեն ապա լեգիտիմացրել է։ Սերը դեպի երկիր, այս ժամանակին պլաստմասի զնաչոկ չի, դոշին կպցրած։ Սերը դեպի երկիր, դա ինչ-որ հատ այնց ամպագորգոր խոսքեր չեն, իրենք գործողություններ, այս մարդիկ չեն սիրում հայրենիքը։ Միգուցե իրենք սիրում են պետությունը, բայց հայրենիքը իրենք չեն սիրում, հասկացեք։ Եվ այս ամենը, ասեք ինչ կապ ունի, շատ մեծ կապ ունի, այսօր մենք ունենք մի իրավիճակ, եւ սա լրիվ լուրջ եմ ասում, երբ որ հայ լինելը Հայաստանում վտանգավոր է։ Իրականում վտանգավոր է։